Բարի երեկո։ Այս օրերին, երբ մեր ամբողջ ուշադրությունը սևեռված է մեր հարևան Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողություններին եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի վրա, մեր մյուս հարևանը Թուրքիան պատրաստվում է նախագահական ընտրությունների։ Այս կիրակի Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, ընդ որում առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ այդ երկրի քաղաքացիները կընտրեն Թուրքիայի նախագահին, մինչ այդ պետության ղեկավարին ընտրում էր ազգային մեծ ժողովը։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Սկսենք նրանից, թե ինչ վիճակ է հիմա Թուրքիայում, նախընտրական ինչ վիճակ է, ովքեր են պայքարում նախագահի պաշտոնի համար։ Պայքարողները 3-ն են, նախ եւ առաջ ամենահավանական տեխնացուն ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Արտարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարը։ Երկրորդ տեխնացուն երկու ազգայնական անդիմադիր ուժերի միասնական տեխնացուն է, Էկմելեդին Իսանօղլուն, ով ինքը քաղաքական դեմք չէ, պարզապես եղել է երկար տարիներ իսլամական կոնֆերանս կազմակերպության նախագահ եւ միջազգային ոլորտում հայտնի դեմք է, սակայն ներքին քաղաքականություն առաջի անգամ է մտնում։ Եվ երրորդը Սելահատին Դեմիրթաշն է, ազգությամբ քուրդ, որը ինքնին արդեն մեծ իրադարձություն է Թուրքիայի ներքին քաղաքականությունում, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամ քուրդ տեխնացուն հայտարարելով իր քուրդ ինքնության մասին, խոսելով քրդության քուրդ ինքնության հավաքական կերպարի մասին դնում է իր տեխնացությունը եւ հավակնում է դառնալ Թուրքիայի նախագահ։ Բնականաբար ինքը դեռ խոսենք դրա մասին 10%-ից 12%-ից ավել հավակնություն չունի, սակայն սա արդեն էական մեսիջ է եւ իրոք սա արդեն նույն ցուցանիշն է հենց Էրդողանի ղեկավարած տարիների, որտեղ 90-ականներին քուրդ բառը որպես այդպեսին արգելված էր։ Հիմա համարենք 3 հիմնական տեխնացուներ, թե այդուամենայնիվ ասենք 3 տեխնացուներ, բայց հիմնական տեխնացու համարենք մեկին։ 3 հիմնական չէ, որտեղ միայն այս 3 տեխնացուներն են, այսինքն այլ պետությունների նման տասնյակ տեխնացուներ չկան եւ էականորեն ամենահավանական տեխնացուն բոլոր վերլուծաբանների կողմից միանշանակ համարվում է վարչապետ Էրդողանը, որը չնայած այդքան մեծ հավանականության ամեն դեպքում շատ կանոնավոր ու մանրազնին կերպով վարում է իր նախընտրական պայքարը։ Ինչպես է, որ այդքան մեծ երկիր եւ տեխնացուները ընդամենը 3-ը եւ 3-ից էլ 1 հավանական տեխնացու, ինչով է սա բացատրվում։ Հենց Էրդողանի վարած քաղաքականությունն է այստեղ դերակատարում։ Մի շարք պատճառներ կան, այդ թվում է Էրդողանի վարած քաղաքականությունը, Թուրքիայում կա ընտրական շեմ, այսինքն կա կուսակցությունների համար խորհրդարան մտնելու համար հստակ ընտրական եւ բավականին բարձր շեմ, որը չհաղթահարող կուսակցությունը չի մտնում իրականում քաղաքական կյանք եւ հերոստացույցից թերթերից դուրս մնալով արդեն այնտեղի առաջնորդները չեն հասցնում աճել։ Ուստի այսօր Թուրքիայում կա ընդամենը 4-5 կուսակցություն, ովքեր խորհրդարանում են արդեն մի քանի տարի, մի քանի փուլ եւ հենց այնտեղի ղեկավարներն են, առաջնորդներն են, որ կարող է հավակնեն դառնալ համաթուրքական որևէ մի ընտրության դերակատար։ Բայց այստեղ նաև պետք է մի քանի բայց ասել, որ Էրդողանը կարողացել է վերջի 10 տարվա ընթացքում բավականին մաքրազարդել քաղաքական դաշտը։ Եվ հենց իր սեփական կուսակցությունում այսօր շատ են խոսում, որ եթե չլիներ Էրդողանը, ապա ով։ Այդ երկրորդ դեմքը հենց նույն Էրդողանի կուսակցությունում չկա։ Ընդդիմադիր կուսակցություններում նույնպես չի համարվում երկրորդը։ Ոչ, Գյուլն Էրդողանի նման 50 եւ ավելի տոկոսի այդքան կշիռ չունի։ Կուսակցությունում ես նկատի ունեմ։ Նաև կուսակցությունում։ Ընդդիմադիր կուսակցություններում է փաստորեն ազգայնական շարժում կուսակցությունը ունի ընդամենը 1 առաջնորդ երևացող Դևլետ Բահչելին, որը ինքը որպես քաղաքական կերպար մի քանի անգամ վարկաբեկված է, թե հատուկ սկանդալների միջոցով ձեռնարկված նույն Գյուլենի եւ Էրդողանի կողմից, թե մի քանի անգամ պարտվելով ընտրություններում նա ամեն անգամ հայտարարել էր, որ ընտրություն պարտվելուց հետո ես հրաժարվելու եմ իմ պաշտոնից եւ ինչը չի արել։ Այլ կուսակցությունում էլ, ժողովրդահանրապետական կուսակցությունում էլ չկա այնպիսի վառ առաջնորդ, որը հենց նույն կուսակցությունը ինքը միավորի։ Ուստի ես կարծում եմ, որ Իսանօղլուի միասնական տեխնացություն ազգայնական ուժերի կողմից մի կողմից նրանց հաղթանակն էր, որ նրանք կարողացան հասնել համաձայնության եւ Էրդողանի դեմ պրոտեստային մի տեխնացու առաջ բերել։
բայց մյուս կողմից սա շատ մեծ պարտություն է նրանց համար, որովհետև նրանք փաստորեն սեփական կուսակցությունից, սեփական ազգայնականներից չկարողացան գտնել ֆիգուր եւ բերեցին դրսից մեկին, որը նույն հենց իրենց սեփական կուսակցությունում բավականին մեծ բողոք առաջացրեց։ Լավ, խոսեցինք մի փոքր ավելի ճիշտ նշեցիր նախընտրական քարոզարշավի, ակտիվ քարոզարշավի մասին։ Թուրքիայում մեծ նշանակություն ունի տեխնացուների քարոզարշավը, նախընտրական խոստումները, ծրագրերը եւ այլն, այս ամբողջը։ Թուրքիայում շատ մեծ նշանակություն ունի, նույնիսկ կա այդպիսի ասացվածք, որ ինչ է խոստանան մեկը կեսն են տալու, թող մի քիչ շատ խոստանան։ Հայտնի է Էրդողանի նախորդ խոստումները, որ բոլոր իմ ընտրողներին մեկական iPad եմ նվիրելու, որը արդեն զավեշտալի կատակի էր վերածվել, չնայած ասեմ, որ հետագայում դպրոցականների մի մասին իրոք բաժանվեցին թաբեր ուսումնական process-ի համար, բայց այստեղ մենք ունենք շատ յուրահատուկ մի դեպք, որ Էրդողանը շատ ակտիվ կերպով, չնայած շատերը խոսում են նրա հաղթանակի գրեթե վերջնական լինելու մասին, բայց ամեն դեպքում ինքը օրական 1-2 քաղաք գնում է, խոսում է, խոստումներ է տալիս, խոստումներից բացի նա նաև որ ամենահիմնականն է, զեկուցում է թե վերջի 10 տարվա մեջ ինքը ինչ է արել, իսկ ինքը իրոք ահագին բան է արել Թուրքիայի ավելի հզորացման, հասարակ թուրք քաղաքացու դրամապանակի ավելի մեծացման համար։ Ի տարբերություն նրան, օրինակ հիմնական ընդդիմադիր համարվող Իսանօղլուն ընդհանրապես հրաժարվել է ժողովրդի հետ հանդիպելուց, որը բավականին զավեշտալի դեպք է, որովհետև փաստորեն ինքը ասելիք չունի։ Անդիմությունը առանձնանում է նրանով, որ նա չունի ծրագրեր, թե ինչ է անելու, խոստումներ չունի, այլ պարզապես քննադատում է Էրդողանի արած սխալները։ Այսինքն նա իր ողջ քարոզարշավը կառուցում է ընդդեմ Էրդողանի։ Իսկ շուկայագետները կարող են փաստել, որ հակագովազդը նույնպես գովազդ է, այսինքն Իսանօղլուն ցանկանալով կամ պարզապես այդպես է ստացվել, փորձում է ընդդիմանալ Էրդողանին, միևնույն ժամանակ անելով Էրդողանի գովքար։ Դեմիրտաշը փորձում է հանդիպումներ ունենալ հատկապես Թուրքիայի արևելքում, հատկապես քրդական բնակավայրերում, փորձում է ինքը ավելի շատ թիրախավորել փոքրամասնությունները, ազգային փոքրամասնությունները, հայերին, հույներին եւ բնականաբար քրդերին, կրոնական փոքրամասնությունները, քրիստոնյաներին եւ ալևիներին, իսկ նա նույնպես բավականին ակտիվ է։ Բայց Դեմիրտաշինը երևի մի 10-12% ոչ ավել կգնա։ Առավելագույնը 10-12% եւ ընդ որում եթե ստացվի, որ լինի երկրորդ փուլ, ամենայն հավանականությամբ Դեմիրտաշին ընդրազանգված ավելի շատ ընտրելու է Էրդողանին։ Ինչու՞։ Որովհետև Էրդողանը չարյաց փոքրագույնն է, քրդերը, հայերը երբեք ազգայնականներին ձայն չեն տա, որովհետև նրանք գիտակցում են, ինչքան էլ գուցե այսօր ազգայնականները համեմատաբար ավելի լուռ են, ավելի պակաս ռասիստ են, բայց այն պատճառով միայն, որովհետև իշխանություն չունեն։ Ուստի Էրդողանը այսօր չարյաց փոքրագույնն է հայերի, քրդերի եւ այլոց համար։ Իսանօղլուի առաջադրումը նաև Գյուլենի, գյուլենականության հետ են կապում։ Այո, շատերը ասում են, որ քանի որ նա իսլամի կրող է, ապա հույս ունեին ազգայնականները, որ Էրդողանից հիասթափված իսլամիստները չունենալով այլընտրանքային ձայնը կտան Իսանօղլուին, նրանք նաև շատ հույսեր ունեին, որ այս անցած տարվա գեզի զբոսայգու ընդդիմադիրները, ովքեր քվեարկելու են հաստատ ընդդեմ Էրդողանի, այդ պրոտեստային ձայները գնալու են Իսանօղլուին, եւ այս ամենով հանդերձ դրա համար էլ հենց հաշվարկվում է, որ 30-ից 40% հնարավոր է Իսանօղլուն հավաքի որպես ձայն, հնարավոր է նաև ավելի շատ, չես կարող ասել, թե այդ պահին ինչ տեղի կունենա, բայց հենց սա նաև կանխելով Էրդողանը չի հանգստանում եւ նա ակտիվորեն աշխատում է եւ նաև փորձում է այլ մեթոդների դիմել։ 2 օր առաջ Իսանօղլուն հայտարարեց, որ տեղեկություն են ստացել, որ 18 միլիոն հավելյալ ընտրակթերթիկ է տպվել եւ պատրաստվել որպես պահուստային ֆոնդ եւ մեծ կասկածները հայտնում, որ այս տարվա մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մեքենայությունները եւ զեղծարարությունները հնարավոր է նաեւ պատրաստվում են նախագահական ընտրությունների համար, որպեսզի Էրդողանը թույլ չտա բախտի կմահաճույքին իր ընտրությունը, այլ վստահորեն հաստատ
լինի դրա մեջ, որովհետև Էրդողանը երկար պլաններ, այո, հիմնարար կարգին ընտրություն են։ Չէ, բայց ասեմ, որ 2014-ի մարտի ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ առաջինն էին զեղծարարության նման չափերով։ Եղել են ընտրակաշառքներ, գյուղացիներին բաժանվել են սննդամթերք եւ այլն, բայց որ քվեարկության ժամանակ էլեկտրաէներգիան անջատվի, որ հավելյալ ընտրակվեարտիրտիկներ տպվեն այդպիսի ծավալով, ապա թե թուրքերը, թե արևմտյան շատ վերլուծաբաններ զարմանքով են նշում, որ առաջին անգամ 60-ականներից ի վեր նման կեղտոտ ընտրություններ էին տեղի ունեցել։ Եվ այդ մարտյան ընտրությունների դասերից ելնելով այսօր ընդդիմադիրները փորձում են ասել, որ օգոստոսի 10-ին նույն մեխանիզմն է աշխատելու։ Ինչպիսին են Էրդողանի նախընտրական ելույթները, հստակ, հաշվարկված, թիրախավորված, թե շեղումներ լինում։ Էրդողանը ինքը լինելով բռնկուն մարդ, մեկ-մեկ շեղվում է իր պլանավորած խոսքերից, ընդհանրապես նրա մասին ասում են, որ ինքը նախապատրաստված տեքստով չի խոսում, ինքը չի ընթերցում տեքստը, ինքը պարզապես վերցնում է խոսափողը եւ կարող է ժամերով բեմում քայլելով պարզապես խոսել ժողովրդի հետ։ Բնականաբար ինքը ունի իր ասելիքը։ Ինքը ավելի շատ շեշտադրում է իր արած անցած ուղին, որովհետև փաստորեն հիմնական ընդդիմությունը դա ազգայնական աշխարհիկ ուժերն են, զինվորականությանը հարող ուժերն են, եւ ինքը փորձում է հիմնավորել, թե ինչպիսի թույլ էր 90-ականներին Թուրքիան, ինչ խնդիրներ ուներ 90-ականների Թուրքիան եւ ինչ Էրդողանի գալուց հետո ինչ հերափոխվե, ինչպես է ժողովուրդը ավելի լավ ապրում, ավելի բարեկեցիկ, ինչպես է Թուրքիան տարածաշրջանում ավելի էական դերակատար դարձե, նա փորձում է նաև խաղալ ժողովրդի ազգայնական եւ հատկապես հակասիոնիստական հույզերի հետ եւ այս օրերին օգտագործելով այս Իսրայել-Պաղեստին հակամարտությունը բավականին կոշտ հայտարարություններ անում Իսրայելի դեմ, բավականին կոշտ հայտարարություններ անում Միացյալ Նահանգների դեմ, կրկին իրեն ներկայացնելով որպես այդ սիոնիզմի թակարդների զոհ, սա նաև մեջբերելով դեկտեմբերյան այդ սկանդալային ձերբակալությունները, որտեղ նույն Էրդողանի որդին էր մեղադրվում աշխարհակերության մեջ, իսկն ինքը Էրդողանը ունի հստակ մարտավարություն։ Նա չի փորձում իր ընտրազանգվածից դուրս ընտրազանգվածին համոզել ինչ-որ մի բանում։ Նա պարզապես փորձում է իր 50+ ընտրազանգված, 50% պլյուս ընտրազանգվածին ավելի արմատավորել եւ ավելի կապել իրեն, որպեսզի այլոք չկարողանան գողանալ այլ եւ այլ սկանդալային լավ, ես ինչու հարցրեցի, ասենք հստակ հաշվարկված, թիրախավորված ելույթներ են, թե շեղումներ, Պարզվում է հստակ իր ասելիքն ունի, թեև նախապես չի պատրաստում եւ կարող է բանավոր խոսել, կարող են շեղումներ։ Հիմա Հայաստանի հայերի մասին հայտարարությամբ հանդես եկավ այս օրերին եթերում, որ Թուրքիայում հատկապես ընդդիմության կողմից այսպես մեծ դժգոհության ալիք բարձրացեց, ընդդիմությունը արդեն կարծեմ թե դիմել է դատարան պատասխանատվության կանչելու հայցով, սա շեղում թե հստակ հաշվարկված թիրախավորված ելույթ։ Սա Էրդողանի էության ինքնաարտահայտումն է։ Էրդողանն այդպիսին է։ Այսինքն եթե հիշենք, ապա մի քանի տարի առաջ մարտ ամսին BBC-ին տված հարցազրույցի ընթացքում ինքը կրկին բորբոքվեց եւ ասեց հայերը ցեղասպանության մասին շատ են խոսում, այսօր Թուրքիայում ապրում է 100,000 հայ, մի քիչ էլ իրանց վատ պահեն, կարտաքսեն բոլորին։ Այսինքն ապրիլից առաջ նման ցեղասպանա հոգեբանությամբ արտահայտություն անելը BBC-ին բնականաբար հաշվարկված քայլ չէր։ Դա Էրդողանի ներքին բնույթն էր, որը պոռթկեց հարցազրույցի ժամանակ։ Ես առավել քան վստահ եմ, որ այդ արտահայտությունը, որ ինձ վրացի են անվանել կներեք արտահայտությանս համար ավելի տգեղ բան են անվանել, հայ են անվանել այդ արտահայտությունը, դա պլանավորված չէր։ Պլանավորած էր, որ Էրդողանը պետք է ազգայնականներին համար բարեհաճ արտահայտություններ անի, որ փորձի այդ Իսանօղլուի տեխնատությամբ դժգոհ ազգայնականների ձայները բերի իրան, ու ինքը որպես քաղաքական գործիչ, թուրք քաղաքական գործիչ ատում է հայերին, չի սիրում հայերին։ Եվ ինքը բնականաբար այդ արտահայտությունը ցույց է տալիս Էրդողանի էությունը։ Նաև Էրդողանը ունի շատ մեծ խնդիր։ Ապրիլի 23-ին, որքան էլ հայությունը դժգոհ էր ապրիլի 23-ի Էրդողանի այսպես թե այնպես զավեշտալի ցավակցական ուղերձին, ամեն դեպքում ազգայնականները
չարաշահում են դա, շահարկում են դա Թուրքիայում, ասելով այ Էրդողան արդեն հայրից ներողություն է խնդրում, ուր Էրդողան ազգայնական չի, Էրդողանը ուր որ է վաճառելու է Թուրքիան։ Իսկ Էրդողանը նաև խնդիր ունի ցույց տալ այսօրվա ազգայնականներին, որ ես ձեր հետ հավասար չեմ սիրում հայերին, ատում եմ հայերին եւ հայ լինելը ինձ համար ամոթալի է, հայ անվանվելը ինձ համար ամոթալի է։ Իսկ այն, որ ընդհանրապես թուրք հասարակությունում հայ անվանումը, հայի զավակ արտահայտությունը վիրավորական է, սա կարծում եմ գաղտնիք չէ եւ ինչքան էլ որոշ հայեր Անտալիա կամ Ստամբուլ գնալով ասում են վայ Թուրքիան փոխվել է, Թուրքիան ուրիշ է, թուրքերը ուրիշ են, ամեն դեպքում մենք պետք է հստակ գիտակցենք, որ Թուրքիան դա Ստամբուլը եւ Անտալիան չէ եւ թուրք ընտրողների մեծ մասը Ստամբուլում եւ Անտալիայում չեն եւ եթե մենք փորձում ենք պատկերացնել Էրզրումի, Տրաբզոնի, Քոնիայի կամ Կեսարիայի հասարակ միջակ թուրք ընտրողին, ապա բնականաբար հակացեղասպանական ոգով հայերը դավաճան են ոգով մեծացած գավուր հայերի պատկերացման մեծացած թուրքի համար հայ անվանումը ամենավիրավորական բաներից մեկն է, ինչի վրա նաև Էրդողանը խոսեց։ Չեմ կարող վստահաբար ասեմ, արդյոք այդ արտահայտությունը պատրաստված էր թե չէ, միտված եմ կարծելու որ չէ։ Բայց ամեն դեպքում դա Էրդողանի բնույթի արտահայտությունն էր։ Հիմա Էրդողանը ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ է, լինելով վարչապետ, Թուրքիայի օրենքը չի արգելում նման բան չկա, այսինքն կարող է լինել բնականաբար ընդդիմությունը բողոքում է, որ վերջի ամիսների ընթացքում կառավարությունը ինչ էլ անում է, դա նախընտրական է ստացվում, բայց դա արվել է 50-ականներից սկսած, այսինքն դա որևէ նորություն չի, պարզապես ընդդիմությունն է դեպի բողոքի տարբերակով։ Այսինքն այս վերջի փոփոխությունները նախագահի ընտրության կարգը եւ այլն, այս հարցում որևէ փոփոխություն չեն բերել եւ որևէ փոփոխություն ստացվում չի։ Դե ըստ էության տևական ժամանակ առաջ բոլորը արդեն խոսում էին այն մասին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում, առաջին անգամ դառնալ ուղիղ քվեարկությամբ դարձած նախագահ, հա, եւ ընդ որում լինել նախագահի պաշտոնում, երբ Թուրքիան կտոնի իր հանրապետության 100-ամյակ, սա կարծես իրականություն է դառնում, իր ծրագրերը իրականացնում է։ Այո, մասամբ ոչ, որովհետև Էրդողանը կարծես թե իրեն տանում է դեպի թակարդ։ Սրա մասին շատ քչերն են խոսում եւ ուզում է անպայման սա շեշտել։ Էրդողանը ուզում է դառնալ նախագահ, նախագահական, կիսանախագահական երկրում, ինչպես Ռուսաստանն է, Ֆրանսիան կամ Հայաստանը։ Սակայն 2007-ի սահմանադրության փոփոխությունը լիարժեք տեղի չունեցավ։ 2007-ին փոխեց սահմանադրությունը եւ այս նախագահի ընտրական մեխանիզմը մտցրեց, այսինքն 2007-ի փոփոխությունների արդյունքում է, որ այսօր ինքը կարողանում է ընտրվել նախագահ, սակայն այսօրվա նախագահը չունի այն լայն լիազորությունները, որը ունի օրինակ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Ռուսաստանում։ Էրդողանը չկարողացավ այդ կետավորումները փոփոխության մտցնել։ Ուստի այսօր Էրդողանը ընտրվում է նախագահ նույն լիազորություններով, ինչ որ ունի Գյուլը այսօր։ Այսինքն թույլ նախագահ։ Էրդողանը շատ մեծ հույսեր ունի 2015-ի խորհրդարանական ընտրություններում խորհրդարանում մեծամասնություն կունենա եւ խորհրդարանում մեծամասնության, արդեն դրանից հետո փոխել եւ ավելի ուժեղացնել նախագահի իրավասությունները դառնալով իրոք լիարժեք նախագահ, ինչպիսին ինքն է պատկերացնում ավտորիտար եւ տոտալիտար։ Բայց այստեղ նույնպես Էրդողանը բավականին մեծ խնդիր ունի։ Բանն այն է, որ արդարություն եւ զարգացում, բանն է նախ եւ առաջ, որ սահմանադրության 101-րդ հոդվածով Թուրքիայի նախագահը պետք է լինի անկուսակցական։ Իսկ նա դառնալով նախագահ հրաժարվելու է Արդարություն զարգացում կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու է։ Ինչը արել էր օրինակ Սուլեյման Դեմիրելը, երբ դարձավ նախագահ, ինչից հետո իր կուսակցությունը անկում ապրեց, թուլացավ, որտեվ չկար այդ խարիզմատիկ առաջնորդը, որ այդքան էլ երբ թե ժամանակ չուներ զբաղվել իր կուսակցությամբ։ Բայց խնդիրն այն է, որ նաև Արդարություն զարգացում կուսակցությունը ունի ներքին կանոնադրություն, համաձայն որի Արդարություն զարգացում կուսակցության անդամը 3 անգամից ավել անընդմեջ չի կարող զբաղեցնել նույն ընտրովի պաշտոնը։ Այսինքն տեսականորեն, եթե Էրդողանը չընտրվի նախագահ, 15-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինքը որպես падգամավոր չի կարող այլևս վերընտրվել, այսինքն վարչապետ չի կարող դառնալ։ Բայց եթե Էրդողանը սա շրջանցում է դառնալով նախագահ, ապա Արդարություն եւ զարգացում կուսակցության մոտ 70 падգամավոր, կուսակցության միջուկը ամենամեծ ազդեցություն ունեցող մարդիկ 15-ի խորհրդարանական ընտրություններում չեն կարողանալու վերընտրվել որպես падգամավոր։ Սա մեծ հարված է կուսակցությանը,
Սա մեծ հարված է 70 հոգին չեն կարողանում, մեկ այլ 70 կլինեն այդ կուսակցությունը։ Բայց Թուրքիայում նաև շատ անձնավորված, այսինքն մեկ այլ 70 կլինեն, բայց այն 70-ը, որը գիտեն, որ չեն ընտրվելու, տեղում վիլայետներում այդքան էլ լիարժեք չեն աշխատի, ու առանց կուսակցություն մնացած այդ 70-ը հնարավոր է նույն Ֆեթուլա Գյուլենի կողմից փորձեն սիրաշահվեն եւ երկրորդ իսլամիստական կուսակցություն ստեղծելու վտանգը լինի։ Այսինքն Էրդողանը ունի կուսակցության էական թուլացման կամ պառակտման մեծ վտանգ, որի իրականություն դառնալու դեպքում ինքը 15-ին չի կարող ունենալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, ինչի արդյունքում ինքը չի կարողանալու փոխել սահմանադրությունը եւ դառնալ լիարժեք եւ ուժեղ նախագահ։ Կուսակցությունը թուլանում է, բայց այն ընտրազանգվածը, որ հիմա իրեն դարձնելու է նախագահ, այդ ընտրազանգվածը կա, չէ, եւ ժամանակն էլ այդքան շատ չի անցել, որ ասենք այդ նույն ընտրազանգվածը հասցնի Էրդողանից հիասթափված լինել։ Նայած ոնց աշխատի Գյուլենը, Ֆեթուլա Գյուլենի աշխատանքը շատ էական է։ Այս ընտրություններում եթե Էրդողանը հաղթում է, ուրեմն ինքը վերջնականապես փակում է Գյուլենի թեման։ Այդպես չի։ Դե չի կարելի այդպես վերջնականապես որտեղ ես կարծում եմ, որ Գյուլենը ամեն դեպքում պատրաստում է խորհրդարանական ընտրություններին եւ պատրաստում է այլընտրանքային կուսակցություն ստեղծելու վրա, որպեսզի ԱԶԿ-ն կարողանա պառակտել ԱԶԿ-ն ու այս ԱԶԿ-ի ժամանակավոր թուլացումը էական շանս է Ֆեթուլա Գյուլենին, որպեսզի թուլացնի Էրդողանին։ Էրդողանը ունի այլ մարտավարություններ, բացի նրանից, որ նա կարող է ստիպել եւ ԱԶԿ-ի կանոնադրությունում հանել այդ կետը, որը մի քիչ կհիասթափեցնի երիտասարդ ԱԶԿ-ականներին, ովքեր հույսեր ունեին, բայց կպահպանի կուսակցությունը, եւ սրանից բացի Էրդողանը փորձում է մտածել ավելի թույլ վարչապետ բերելու ուղղությամբ, որպեսզի Արդեն տեխնացու կա, չէ՞, ասենք արտգործնախարարի մասին են խոսում։ Շատերը խոսում են հենց Դավութօղլուի մասին, որովհետև ի տարբերություն Աբդուլլա Գյուլի, Դավութօղլուն ավելի թույլ քաղաքական կերպար է ներքաղաքական իմաստով, եւ Դավութօղլուին այն մարդն է, որ իր սեփական վիլայեթում չկարողացավ հասնել հաղթանակի, այսինքն Գյուլն էլ առանձնապես էսպես, Գյուլն էլ կառավարելի հանգիստ, հա, համենայնդեպս այդպեսի իմիջ ունի կարծես։ Գյուլի առումով շատերն են խոսում, որ ինքը Ֆեթուլա Գյուլենի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի եւ Էրդողանը ասում են, որ այդքան էլ վստահ չի Գյուլի կառավարելիության մեջ եւ եթե արդեն Աբդուլլա Գյուլը որպես վարչապետ ունենա ավելի շատ լիազորություններ, քան նախագահ Էրդողանը, հնարավոր է նա դրսևորի կամակորություն այս կամ այն հարցում, ինչը չի կարելի ասել Դավութօղլուի մասին։ Այսինքն Գյուլի քաղաքական ապագան էլ այս պարագայում մշուշոտ է։ Ոչ այն է վարչապետ, ոչ այն է կուսակցության ղեկավար, ոչ այն է ընդհանրապես քաղաքականությունից հեռանալ։ Էրդողանը Թուրքիան դարձրել է անկանխատեսելի երկիր, որովհետև այդ երկիրը ղեկավարում է ոչ թե կուսակցական մեխանիզմով, այլ Էրդողանի որոշումներով։ Եվ մենք այս պահին չգիտենք, թե Էրդողանի գլխում ինչ պլան կա եւ ինչ մարտավարություն ունի Գյուլի հետ կապված։ Ամեն դեպքում այս լիազորություններով նախագահ ընտրվելու պարագայում խիստ կարևոր են շարունակում մնալ եւ վարչապետի պաշտոնը եւ Արդարություն զարգացում կուսակցության նախագահի պաշտոնը։ Քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել։ Քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել։ Իսկ Էրդողանի ընտրվելու պարագայում ինչ փոփոխություններ կլինեն Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, արտաքինից սկսենք մասնավորապես։ Ես չեմ կարծում, որ Մերձավոր արևելյան քաղաքականություն, հա։ Չեմ կարծում, որ արտաքինում որևէ փոփոխություն լինի, նույնիսկ եթե Իսանօղլուն ընտրվի որպես նախագահ։ Կրկին կմնա Իրաքի թուրքմենների այսօրվա խնդիրը էական, Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Սիրիայում եւ Սիրիայի փախստականների խնդիրը կմնա էական, Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը կմնա կարևոր, քանի որ Վրաստանով նաև Ադրբեջանի հետ կապն է էականորեն ամրապնդվելու, Սև ծովում Ռուսաստանին հակազդելու քաղաքականությունը կմնա էական եւ Եվրամիությանը ու Արևմուտքի հետ ընդհանուր սիրաշահման քաղաքականություն, այսինքն այնինչ մինչև այսօր կա, դա փոփոխման ենթակա չէ։ Իսրայելի հետ բացահայտ կերպով, մակերեսային կերպով բնականաբար շարունակվելու են Իսրայելին մեղադրել պաղեստինցիների ցեղասպանության մեջ, կոչեր են արվելու Իսրայելը ջնջել երկրից եւ այլն, բայց խորքային առումով Թուրքիայի ռազմատնտեսական համագործակցությունը Իսրայելի հետ ինչպես շարունակվել է վերջի 10-20 տարին ի հեճուկս հայտարարությունների կրկին շարունակվելու է։ Իրանի հետ Թուրքիան մշտապես գիտակցում է, որ Թեհրան, Անկարա դրանք մրցակիցներ են, ինչպես նաև Անկարա, Մոսկվա։ Մրցակցությունը միշտ կա։
գորգի ներքո մրցակցությունը միշտ արկա է, թե Իրանը դա գիտի, թե Թուրքիան դա գիտի, սակայն հաշվի առնելով Ռուսաստանին էներգետիկ կերպով թուլացնելու մարտավարությունը եւ արևմուտքի ավելի մեղմացումը Իրանի հանդեպ, ես կարծում եմ, որ Թուրքիան ձգտելու է լինել միջնորդ արևմուտքի եւ Իրանի միջեւ եւ փորձելու է էներգետիկ կամուրջ հանդիսանալ Եվրոպայի համար ի հակակշիռ ռուսական գազի, բայց խորքային առումով ես վստահ եմ, որ Իրանը գիտակցում է թե Թուրքիայի բացասական դերը ներքին քաղաքականությունում Իրանի, թե Թուրքիա-Իրան մշտական մրցակցությունը։ Հայ-թուրքական հարաբերություններում Հայ-թուրքական հարաբերություններում երևում են փոփոխություններ, երևում են ոչ թե խորքային արմատական փոփոխություններ, այլ մատուցման ձևի փոփոխություններ։ Էրդողանը ավելի իմաստուն կերպով է վերաբերվում հայոց ցեղասպանությանը, այսինքն ոչ թե մերժում է, հերքում է շատ բացահայտ կերպով, այլ փորձում է նույն դառը դեղը մատուցել ավելի քաղցր պիտակավորմամբ։ Տակտիկական մոտեցում է մինչև 15 թվական, 15 թվական տակտիկա է, միանշանակ դա պարզապես միջազգային հանրության ավելի գառան կերպարանքով գայելի մատուցումն է, միանշանակ այդ արդար անցյալի, ընդհանուր խղճի, ընդհանուր հիշողության այդ բոլոր որակումները պարզապես ցեղասպանությունը հերքելու, ցեղասպանությունը ավելի մեղմ ձևով ժխտելու մարտավարություններ են, ուստի Թուրքիան ոչ մի բան չի փոխում։ Արձանագրությունների վավերացման դրանց հետ կապված որևէ տեղաշարժ չի լինի։ Արձանագրությունների վավերացումը, ինչպես մենք ցավոք սրտի շատ ենք սիրում ասել, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, այն որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում այդքան էլ լավ չէ, որովհետև նույն արձանագրությունների վավերացումները մեկ արձանագրության կամ երկու արձանագրության միշտ հնարավոր է Թուրքիայի կողմից, եթե Թուրքիան գիտակցի դրա ճիշտ պահը, օրինակ 2015-ի ապրիլի 22-ին հայտարարի արձանագրությունների մասին ինչ-որ մի բան, սա հնարավոր է, բայց այսօրվա խորհրդարանում ամեն դեպքում Էրդողանը չունի այն падգամավորների քանակը, որը կդնի արձանագրությունները քվեարկության, որտեղ Էրդողանը ինչքան էլ իր կուսակցությամբ գիտակցի, որ Թուրքիայի շահերից է բխում արձանագրությունների այս կամ այն շարժը, ազգայնականները ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ ընդդեմ Էրդողանի անընդհատ կարգելակեն Էրդողանի որևէ քայլ այդ ուղղությամբ։ Եվրամիության անդամակցելու ցանկությունը կմնա, թե հայացքը կուղղի այլտեղ։ Հայացքին արդեն փորձում է ուղղել այլտեղ, Թուրքիան հայտարարում է, որ ինքը բազմավեկտոր է եւ այլն, ամեն դեպքում Եվրամիությունը կենթանի պահում են կրակը, որ կարիք լինելու դեպքում դիմի այնտեղ, որտեղ ռուս-արևմտյան սանկցիաների պատերազմում Թուրքիան գիտակցում է, որ հնարավոր է սառը պատերազմի վերսկսում եւ այդ դեպքում բնականաբար արևմուտքը նրան պետք է։ Մեր ժամանակն արդեն սպառվեց, եւս մեկը շատ հակիրճ ներքին կյանքում ինչ կփոխվի։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Այնպես ինչպես կա։ Շնորհակալ եմ զրույցի համար, այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ, լավ մնացեք։